Հարկադիր կատարման ծառայությունը ներգրավում է դատական ակտի կատարման գործընթաց այն պարագայում, երբ որ դատական ակտը կամավոր չի կատարվում։ Թերևս այստեղից կարող ենք նաև բնութագրել դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության եւ անվանումը եւ ինչը բխում է նաև գործառույթներից հարկադիր կատարում։ Ըստ էության կարող ենք փաստել, եթե կա դատական ակտ, օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, եւ պարտապանը կամավոր կատարում է օրինական ուժի մեջ մտած դատական ակտը, անիմաստ է դառնում եւ ոչ տրամաբանական կատարողական թերթ դիմելու կատարողական թերթ ստանալու դատարանից եւ այն ներկայացնում հարկադիր կատարման ծառայության։ Ինքնին հարկադրանքի միջոցների կիրառումը կամավոր կատարելը բացակայելու պարագայում է կարող լինել։